Մենք սկսեցինք մեր նախընտրական քարոզարշավը եւ մինչ այդ էլ հանդիպում էինք ունենում քաղաքացիների հետ, ակնհայտ էր, որ մեծ ծավալի սպառնալիքներ կան մարդկանց նկատմամբ։ Անընդհատ ահաբեկում են մարդկանց, վախեցնում են, տներ են գնում, խոսքը իշխանությանն է վերաբերում, սպառնում են աշխատանքից կազատել եւ այլն։ Մենք հասկացանք, ես, քանի որ նաև նախկինում շատ ընտրությունների մեջով եմ անցել, որպես մարդու իրավունքների պաշտպան, որպես նաև այդ հաստատությունում աշխատակից, շատ ընտրությունների մեջով եմ անցել եւ ակնհայտ էր, որ այս խախտումները պահանջում են համակարգվածություն եւ պահանջում են մարդկանց պաշտպանություն։ Մենք պիտի պաշտպանեինք մեր քաղաքացիներին, որովհետեւ համատարած էին այդ խախտումները։ Ու հայտարարեցինք թեժ գծի մասին։ Թեժ գիծը ինչի համար էր մեզ պետք, ոչ թե որ կոմպրոմատներ հավաքենք, ոչ թե որ մարդկանց վրա դեպքերը պարզապես հավաքենք, այլ թեժ գծի անհրաժեշտությունը նրանում էր, որ մենք կարողանանք բացահայտել այն դեպքերը, որ կան եւ պաշտպանենք մեր քաղաքացիներին։ Ամենակարևորը, որովհետեւ այս ընտրությունները մեր երկրի համակարգի ձևավորման մասին են, պետական համակարգի եւ պատմական նշանակություն ունեն։ Թեժ գծի հայտարարելուց հետո ստացանք շատ ահազանգեր։ Ահազանգերը վերաբերում էին տարբեր իրավիճակների, երբ տուն են գնում օրինակ ջրի տեսուչներ ներկայացնող մարդիկ, ցուցակներով մարդկանց ցուցակագրում են, եթե ԿՊ-ին չեն ընտրում, օրինակ պատահաբար գնացել էին մեր ընտրողի տուն եւ այնտեղից ասել էին ընտրելու են օրինակ Արման Թաթոյանին, նշում էին արել ցուցակի մեջ, շատ տենց բացահայտ ձևով էլ ցույց էին տվել, որ այ ձեր համար լավ չի լինի ու հեռացել էին։ Հերթական դեպքերից մեկը այս ձայնագրությունն էր։ Ձայնագրությունը, երբ մենք հրապարակեցինք, այս ձայնագրությունը չէր նշանակում, թե մենք տենց սենսացիա ենք բացահայտել եւ ոչ մեկ չգիտեր այդ մասին, մենակ մենք ասեցինք։ Իրականում խնդրեմը հենց նրանում է, որ մեր համակարգի, որ իրականում շատ մարդիկ, երբ լսեցին այդ ձայնագրությունը, հասկացան, որ իրենք էլ են իրենց տեսնում այդ ձայնագրության մեջ։ Եվ մենք այդ ձայնագրությունը հրապարակեցինք, որպեսզի բացահայտենք շղթան։ Իրականում գործում է կա շղթա, հստակ։ Եվ այդ շղթան բացահայտելու համար մենք արեցինք